Համաձայնագրի ստորագրման դիմաց Ալիևը պահանջում է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, ինչպես նաև նրանց անվտանգությունը պահելու համար Հայաստանի տարածքում երրորդ կողմի զինված ուժերի տեղակայում եւ այնպիսի երրորդ կողմի, որոնց կվստահեն ադրբեջանցիները։ Պարզ է, չէ, ինչ երրորդ կողմի մասին կարող է լինել խոսքը։ Իսկ ինչու չեն խոսում իրենց ազգադափ քաղաքականության արդյունքում արտագաղթը օրեցօր խորացող տեմպերը նվազեցնելու մասին, ծնելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մահացության մակարդակի նվազեցման անհրաժեշտության մասին, թե դա իրենց ձեռք չի տալիս, թե շեշտը դնելով միայն ներգաղթի վրա նրանք հնարավորություն են ստանում կատարելու Ալիևի պահանջները։ Սիրելի հայրենակիցներ, եթե փորձենք հաշվել, թե ինչքան ժամանակ պետք կլինի 300,000 ադրբեջանցիները դառնան մեր ընտրողների ցուցակի կրիտիկական զանգվածը, ընտրությունների արդյունքի վրա էապես ազդող ուժ, ապա կհասկանանք, որ այդքան էլ երկար ժամանակ պետք չէ։ Բա սա երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու ծրագիր չէ, ապա ինչ է, նրանք առաջարկում են ադրբեջանցիների ներգաղթ, հայերի արտագաղթ բանաձևը։ Սիրելի հայրենակիցներ, սա խաղաղության համաձայնագիր չէ, սա ցեղասպանություն իրականացրած ազգի ներկայացուցիչներով Հայաստանը բնակեցնելու արդյունքում երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մասին է։ Եվ մենք ուրիշ տարբերակ չունենք, քան միավորվելով պայքարել թե արտաքին, թե ներքին թշնամու դեմ, պայքարել եւ հաղթել։ Մայիս 28-ը վկա։